Լոռու մարզկենտրոնից 60 կիլոմետր հյուսիս-արևելքում գտնվող Շնող համայնքում գարունը սպասվածից շուտ է այցելում։ Բարենպաստ կլիմայական պայմանների շնորհիվ շատ են հատկապես խաղողի վազերը, թթենիներն ու թզենիները։ Այգեգործության առաջատարը դեղցն է։ Ամռանը ջերմաստիճանը հասնում է մինչև 38 աստիճանի։ Իզուր չէ, որ այս օտարազգի արմավենին եւս գյուղում իրեն զգում է ինչպես հայրենիքում։ Շնողցիները զբաղվում են նաեւ բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ, անասնապահությամբ։ Հնում զբաղվել են նաեւ թռչնաբուծությամբ եւ շերամապահությամբ։ Հողի սեփականաշնորհումից հետո այգեգործությանը փոխարինեց հացահատիկի, կարտոֆիլի եւ առաջին անհրաժեշտության այլ կուլտուրաների աճեցումը։ Գյուղի բնակիչները խնդիրներ շատ ունեն, բայց բողոքում են հազվադեպ։ Գյուղատնտեսական աշխատանքների սեզոնը չէ։ Տարեցները գյուղամիջում արևկող են անում, հիշում անցյալը, խոսում խնդիրներից։ Համայնքում բացակայում է անհրաժեշտ գյուղտեխնիկան, խնդիր է նաեւ հողամասերի ոռոգումը։ Համայնքում արկա է ինքնահոս ոռոգման ցանց, որը 80%-ով է բավարարում հողատերերին։ Մեր հին սեփական այգիներից ստանում ենք, իսկ այն հողամասերում որ տվել են ոչ մի բան, ջուր չկա, բան չկա, ինչ ենք ստանում։ Այգինա բերքատուն, այգինա վերջ-վերջով տալի եկամուտ։ Կոմպակայան նախ չկա, ելացնել շատ թանկ է, մարդիկ էլ փող չեն աշխատում, էլ օրդեն ինչով ջուր առնում։ Ամեն ինչ էլ կա, բայց ոնց պարատան կա, ոնց չեն կա։ Ժիրիկ պապը կնոջ հետ ապրում է հողամասից ստացած բերքի շնորհիվ, ասում է ինչ կոլխոզը վերացել է, պարարտանյութի երես չեն տեսել։ Վերջին 2 տարիներին էլ բերք գրեթե չեն ստանում։ Պարարտանյութը կմերշնիկ ովցին չունի, որ ունենա փողակտան երկունին գետ օգուտ կլել մեզ։ Ոչ ժեշտե բան չեմ դե սոլխոզ ինչ վերացել է, թե դա չկա մեզ մոտ։ Ոնց ցախո կա, ոնց առնելու կա, ոնց։ Մենք պետք է գալի հաղողի մար գնում են Ալավերդուսը զավոդից բանստյան ճարում, գյուղում չկա։ Այս 2 տարի մենք հադերում չենք, թե ստարել տիկլի էլ չգիտեմ ոչ։ Պատճառը հիմնականում ի՞նչն է։ Եղանակներ, կարոնք կարավ սաղ տարավ, շուտ գարոնքացավ, թենցել է լավ ոչ։ Գյուղը գազաֆիկացված է, սակայն ոչ բոլորն են ի վիճակի կապույտ վառելիքի դիմաց վճարել։ Ժիրիկ պապը հանդից փայտ է բերում, տաքանում են դրանով։ Շատ են փետն է դեռ տո։ Բայց մեծ փետ է ժանալում, քան թե գազը դրա մեն օգտագործում։ Թե գյուղացին արագ քաշում բանան, գազով չի կարող մեն չանել։ Դժվարություն, բայց կյանքը վառ գույներով է տեսնում, շրջապատված է թորնիկներով։ Գյուղը շրջապատող անտառները հարուստ են արժեքավոր ծառատեսակներով, վայրի պտուղներով, հատապտուղներով, անասնակերով։ Շնողի հարակից վայրերում հողը հարուստ է օգտակար հանածոներով, պղինձ, երկաթ մոլիբդեն։ Հարևան Թեղուտ գյուղի հարավից տարածվում է Թեղուտ պղնձամոլիբդենային հանքավայրը։ Շնողցի երիտասարդների մի մասը աշխատում է այնտեղ, սակայն մեծ մասը մեկնել է արտագնա աշխատանքի։ Համայնքի բնակչության նախնիները հիմնականում բնիկ են։ Այսօր գյուղն ունի 3139 բնակիչ։ Շնողի պատմությունը սերտորեն առնչվում է Կայծոն ամրոցի հետ 10-ից 11-րդ դար։ Կայծոն Շնող անվանափոխությունը կատարվել է ուշ շրջանում 18-րդ դարի կեսերից։ Շնող անվան ծագումը կապվում է շեն հող կապակցության հետ։ Համաձայն այլ ենթադրության գյուղի անվանումն առաջացել է շինող բառից, կառուցող շինարար իմաստով։ Շնողի բուն տարածքում գտնվում են Կայծոն ամրոցի 10-րդ դարում կառուցված միանավ եկեղեցու մնացորդները, Սուրբ Գևորգ, Սուրբ Սարգիս եկեղեցիները, Տերոնական Խաչարձան մատուրը, Սուրբ Սարգիս մատուրը, Սուրբ Նշան մատուրի մնացորդները։ Հայոց Մեծ Եղեռնի 75-րդ տարելիցի արդիվ զոհերի հիշատակին կառուցված է հուշարձան։ Գյուղի կենտրոնական հրապարակի եզրին կառուցված հուշահամալիրն էլ նվիրված է հայրենական պատերազմում զոհված 258 շնողցիների հիշատակին։ Գյուղն ունի միջնակարգ հանրակրթական, արվեստի դպրոցներ, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք։ Հարկերն ու տուրքերը հիմնականում հավաքագրվում են նախատեսվածից քիչ։ Հողահարկի գանձումը եւս խնդիր է։ Շնողցիներն ինչպես միշտ հույսը չեն կորցնում։ Հողը նախապատրաստում են ցանքի, մաքրում են այգիները։ 2012-ից սպասելիքները շատ չեն։ Լավ բերք լինի, ավելին ոչինչ չեն ուզում։ Հերմինե Զարմանյան, Վազգեն Մինասյան, Մոլորակ։